Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոնաթան Էդվարդս, օր ապրիլի 22։ Կեղծավորն իր բերանովը կփչացնի իր հարևանին, բայց արդարները կազատվեն գիտությունով։ Առակաց 11-րդ գլուխ 9-րդ խոսք։ Կան երկու տեսակի կեղծավորներ, նրանք, ովքեր խաբվում են իրենց արտաքին բարոյականությամբ և արտաքին կրոնականությամբ, որոնցից շատերը հայտարարված արմինիացիներն են արդարացման վարդապետության մեջ, և նրանք, ովքեր խաբվում են կեղծ հայտնություններով և բարձրացումներով, ովքեր հաճախ դատապարտում են գործերը և մարդկային արդարությունը, և շատ են խոսում անվճար շնորհի մասին, և շատ ավելի մեծ դժվարությամբ են հրաժարվում դրանից։ Իմ ողջ կյանքում ես գրեթե չեմ հանդիպել մի դեպքի, երբ նրանցից մեկը ազատվել է իր մոլորություններից։ Նրանցից շատերի վստահության հիմնական հիմքը նույն ազդակներն ու ենթադրյալ հայտնություններն են, երբեմն Սուրբ գրքով, երբեմն առանց, որոնք շատերը վերջերս ապրել են ապագա իրադարձությունների վերաբերյալ, այդ ազդակները իրենց բարեկեցության մասին անվանելով հոգու վկայություն, լիովին սխալ հասկանալով հոգու վկայության բնույթը։ Այս կեղծավորների շատերի վստահությունը նման է որոշ խելագարների վստահությանը, ովքեր իրենց թագավորներ են պատկերացնում։ Նրանք կպաշտպանեն այն, հակառակվելով բոլոր բանականությանն ու ապացույցներին, և որոշ իմաստով այն շատ ավելի անսասան է, քան իսկական շնորհով լի վստահությունը, քանզի իսկական վստահությունը պահպանվում է միայն հոգու սուրբ ներկայության մեջ գտնվելով և շնորհքի կենդանի դրսևորումը պահպանելով։